վարկի արգելափակում նշանակում է նոր վարկ չեմ ուզում ստանալ, իմ չօգտագործված վարկային գծի մնացորդը չեմ ուզում օգտագործել։ Այդ ստոպ գործողության իմաստը դա է։ Եվ վարկի մարումները շարունակում են։ Հիմա երկրորդ այդ ստոպ բոլորի մասին, այդ գործիքի մասին պատմեմ։ Նայեք, ստոպ բոլոր գործիքները ինչի համար է նախատեսած, հա։ Դուք օրինակ զանգ եք ստացել կամ հասկացաք, որ զեղծարարին հնարավոր է հասանելի են դարձել ձեր թվային հավելվածի տվյալները։ Դուք չգիտեք դեռևս այդպես է թե չէ, բայց կասկածներ ունեք։ Եվ եթե նման իրավիճակ է, ստոպ բոլորով դուք փակում եք ձեր բոլոր գործարքները հավելվածի միջոցով։ Հետո դիմում եք բանկ եւ սկսում եք պարզաբանել ինչ է տեղի ունեցել, երբ է տեղի ունեցել։ Այսինքն ստոպ բոլոր գործարքները գործիքը ուղղված է նրան, որ հնարավորինս արագ արձագանքեք կասկածելի իրավիճակին։ Այսինքն եթե այն ռիսկը կա, որպեսզի չզանգենք բանկ, շտապենք այս կողմ այն կողմ, միանգամից արգելափակեք։ Այո, դուք կարող եք նաև զանգել բանկ եւ ասել, խնդրում եմ արգելափակեք իմ բոլորը, եւ կարող եք այցելել բանկ, բայց ամենաարագը որպես կանոն մարդի ձեռքուղի տակ լինում է իր թվային հավելվածը եւ սա ամենաարագն է։ Արագությունը զեղծարարության դեպքում ամենակրիտիկական գործոնն է, որովհետեւ արագության հաշվին հնարավոր է սահմանափակել կորուստները։ Եթե օրինակ արդեն վարկը ստացել է զեղծարարը ձեր անունից, մտել է թվային հավելված եւ ելք է անում, իսկ ելք անում են մաս, քանի որ բանկերը նույնպես պաշտպանիչ շերտեր են դրել, ապա արագության հաշվին կամ չի հասցնի դուրս անել, կամ քիչ դուրս կհասցնի անել, հա։ Իսկ հիմա վերադառնամ ձեր հարցին, եթե փակում եք բոլոր գործարքները, այդ դեպքում պետք է դիմեք բանկ, որ հասկանաք մարումը կարակ այդ մոբայլ հավելվածով անեք, թե չէ։ Միայն այդ դեպքում, բայց դա այն ճգնաժամային իրավիճակն է, երբ փակում եք բոլոր գործարքները, դրանից հետո միևնույն է, դուք պետք է դիմեք բանկ, որպեսզի հասկանաք ինչ է կատարվում։ Մի այսպիսի ճշտում, եթե հավելվածի միջոցով փակում եմ այս կամ այն գործարքը, դա վերաբերում է նաև ինձ, որ ես իմ հեռախոսի միջոցով եմ մուտք գործում, թե եթե այլ device-ից կամ այլ սարքավորումից է մուտք գործում մարդը, այդ դեպքում արգելափակվում։ Արգելափակումը դրվում է թվային հավելվածով կամ թվային ինտերնետ բենքինգով, նկատեմ համակարգը չի ճանաչում, որ ես իմ հեռախոսից եմ մտել, ոչ թե այլ համակարգիչ կամ այլ հեռախոսից։ Ճանաչում է եւ բանկերի մեծամասնությունը այդ կանխարգելիչ պաշտպանիչ գործիքը դրել են, այսինքն եթե դուք նոր սարքից եք մտնում, ամենայն հավանականությամբ ձեզ պիտի ապաբլոկավորի կամ ձեզ զանգելու են, ասեն, ձեզ նույնականացնեն, նոր թույլ տան, որ մտնեք համակարգ։ Բայց թվային հավելվածը ինքը սարքի հետ կապված չունի։ Դա նշանակում է, որ սարքից էլ մտնեք թվային հավելվածից դուք ելք չպետք է ունենաք վարկ ստանալու միջոցով, եթե վարկը ապաբլոկավորել եք օրինակ։ Շատ լավ։ Ինչ է հարկավոր այս նոր գործիքակազմից օգտվելու համար քաղաքացին ինչ անելու ունի, հավելյալ բանկ այցելելու անհրաժեշտություն կա թե ոչ, գործիքի ակտիվացման ինչ որ կոնկրետ քայլեր կան։ Մտնում է յուրաքանչյուր մարդ փորձում է մտնել իր թվային հավելված եւ այդ գործիքը պետք է հնարավորինս տեսանելի վայրում արդեն արկա լինի։ Մենք դեպքեր ենք արձանագրվել, երբ կարիք կա թվային հավելվածի թարմացում, Google Play, Apple Play-ով մտնում եք, թարմացնում եք հավելվածը եւ այն հայտնվում է։ Եթե տեղը չեք գտնում, զանգում եք բանկին եւ խնդրում եք իրենք ձեզ ուղղորդեն ինչպես դա գտնել։ Եթե մինչ այդ գտնելը այնուամենայնիվ ձեր հետ տեղի է ունեցել դեպք եւ դուք զեղծարարության հետ կապված անհանգստություն ունեք, բայց դեռևս չեք հասկացել ոնց օգտվել, դա այն ծայրահեղ դեպքերն են, ապա զանգում եք բանկ եւ բանկերը պետք է հեռախոսով նույնպես արձագանքեն ձեր հայցին եւ բլոկավորեն ծառայությունները։ Շատ լավ։ Իսկ ունեք վերլուծություններ, դիտարկումներ այս 15 օրվա ընթացքում, օրինակ քաղաքացիները ակտիվ են, օգտվել են այս հնարավորությունից, բանկերից ինչ արձագանք ունեք։ Բանավոր արձագանքները այն է, որ կան, կենտրոնական բանկ ստացված զանգերը նույն ասում են, որ այո, մարդիկ հետաքրքրված են, թվային վիճակագրությունը մենք ինչ-որ ժամանակ հետո նոր կհավաքագրենք, այս պահին թվային վիճակագրություն չենք հավաքել։